Կան հարմարություններ, որոնք օգնում են ձեզ ձեր ամենօրյա գործունեության մեջ։ Իմ մշտական հարմարությունը իմ սմարթֆոնն է, որի մեջ կան բազմաթիվ աջակցող հավելվածներ։ Սմարթֆոնը ինքը ունի համապատասխան կարգավորումներ, որոնք օգնում են ինձ տեղաշարժվելու ընթացքում հեռախոսից օգտվել, համացանցից, սոցիալական մեդիայից, կատարել մի շարք գործողություններ ինքնուրույն, ու ուրախ եմ, որ այդ մի բանը ամբողջովին ես միայնակ եմ կատարում, նույնիսկ շատ ու շատ ես եմ իմ փորձով օգնում, ինչպես պետք է օգտվել սմարթֆոններից, իմ համար ամենաաջակցող հավելվածը դա ձայնային աջակցող էկրանընթերցող ծրագիրն է, GPS location հավելվածներն են, շատ հավելվածներ, որոնք օրինակ նկարագրում են շրջակա միջավայրը, ու իմանում ես, օրինակ գումարը ցույց է տալիս եւ նաեւ աուդիո ասում է, թե դա ինչ գումար է, աուդիո նկարագրող հավելվածներ ունեմ, ցավոք սրտի իրանք հայաֆիկացված չեն, բայց translate-ով աշխատում ենք, բայց քանի որ ես ոչ շատ տիրապետում եմ անգլերենին, հեշտացնում եմ գործը, բայց ամենատեղած եթե հայաֆիկացվեն նման հավելվածները, ավելի կհեշտացնեն։ Այդ մատչելիության հիմնական ինձ ուղղորդող գործիքները դրանք վառարտահայտված գույներն են ու օրինակ աստիճանների վրա, երբ որ օրինակ դեղին գծանմուշներ կա, տակտիլ ուղղորդող գծանմուշները, որոնք ուղղորդող են ու ցույց են տալիս, օրինակ ուղղորդում են ոնց գնաց, հա, ինչպես կողմնորոշվեց տեղանքում, ձայնային լուսացույցներն են փողոցում, երբ որ դու կարիք չես ունենում մարդկանց հարցնելու, այլ ինքնուրույն տեղաշարժում ես, երբեմն որովհետև դու սպասում ես տեսնես մարդիկ երբ կանցնեն փողոց, երբեմն ցավոք սրտի մեր հանրության մեծամասնությունը սխալ է անցնում փողոցը ու դու չես ուզում քո կյանքը ևս վտանգես։ Եվ կան խելացի գրիչներ, չգիտեմ, որոնք օրինակ կարող են օգտագործել ու դա օրինակ ձայնագրել դրա վրա ինչ-որ թե որ առարկանա եւ ինքը եթե պահես կկարդա, շատ աջակցող միջոցներ կան։ Եվ բնականաբար սպիտակ ձեռնարկայքն է, որին մշտական ընկերն է, ու տարատեսակ հավելվածներ եւ աջակցող տեխնոլոգիաներ, որոնք ավելի բարելավում են մեր հանգավ եւ ինքնուրույն կյանքով ապրելը։